Ունեցել են արդյոք թրակիացիները իրենց տառերը։ Թրակիացիները, ըստ պատմական տվյալների, չեն ունեցել սեփական գրային համակարգ, սակայն նրանք օգտագործել են այլ ժողովուրդների այբուբենները, հատկապես հույների և, հնարավոր է, փրյուգիացիների գրային համակարգերը։ Ահա ինչ է հայտնի թրակիացիների գրության մասին։ Գրության բացակայություն։ Չնայած թրակիացիները հին և մշակութային հարուստ ժողովուրդ էին, նրանց լեզուն հիմնականում խոսակցական էր, և սեփական գրային համակարգի ապացույցներ չկան։ Այս որ խոսակցական ա եղել, ես ոնց որ գլխի է էլի ընկել արդեն, որ ես այդպես բաներից հասկանում եմ, հին ժողովուրդներից ու ընդհանրապես պատմությունների ժողովուրդներից հունական այբուբենի ազդեցություն։ Թրակիայի որոշ շրջաններում, հատկապես հելլենիստական դարաշրջանից հետո, հունական այբուբենն օգտագործվել է թրակերեն գրառումների համար, օրինակ, թրակյան անձնանունները և տեղանունները հաճախ հանդիպում են հունարեն արձանագրություններում։ Փրուգիական և լիդիական այբուբենների հնարավոր ազդեցությունը։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ թրակիացիները կարող էին փոխառել գրային համակարգեր հարևան փրուգիացիներից կամ լիդիացիներից, բայց այս վարկածը չունի հաստատուն ապացույցներ։ Գրային նշաններ։ Թրակիայից գտնված որոշ քանդակների և քարե արձանագրությունների վրա հանդիպում են խորհրդավոր նշաններ, որոնք կարող են լինել գրային համակարգի տառեր, բայց դրանք դեռևս չեն վերծանվել։ Եզրակացություն։ Թրակիացիները հիմնականում բանավոր մշակույթ ունեին, և իրենց լեզուն հիմնականում պահպանվել է այլ աղբյուրներում, հույն և հռոմեացի պատմիչների միջոցով։ Սեփական տառեր չունենալու պատճառով նրանց լեզուն հետագայում մոռացվել է, հատկապես այն բանից հետո, երբ տարածաշրջանը լիովին հելլենիզացվեց և հռոմեացվեց։ Եկեք էլի ուրեմն հարցեր տամ։ Ասենք ոնց անենք, որ ախր ոնց էր դա արվում։ Սենց մեծացվում էր, որ լավ։ Ինչքան հնարավոր է շատ
Պատմեք ինչքան հնարավոր է շատ թրակիացիների, դաքիացիների, լիդիացիներ, պրուգիացիների Սենց կգրենք կամիրկցիների Կապադո Պատմեք ինչքան հնարավոր է շատ թրակիացիների, դաքիացիների, լիդիացիների, պրուգիացիների, գաղաթացիների կամ գաղաթացիների, կամիրկցիների, կապադովկիացիների, պոնտացիների և այս բոլոր ժողովուրդների կապը խեթերի հետ։ Դե գիտեք չէ, որ ես կարծում եմ ու հաշվում եմ, որ խեթերը եղել են հայեր, մեր հայ գիտնականները, պատմաբանները, նույնիսկ հնարավոր է ինչ-որ պատմիչներ, հնագետները, ու ասենք հնարավոր է, ասենք գենետիկներ, ասենք, ապացուցել են, որ դե բավականին չափ, համենայն դեպս սենց ասեմ, բավականին, ուրեմն ապացուցել են, որ նրանք եղել են հայեր։ Ուրեմն գնաց։ Հեսա մի հատ վերջացնի։ Այս ժողովուրդներն ապրում էին Փոքր Ասիայում, Բալկաններում և Կովկասի որոշ շրջաններում։ Նրանք բոլորը կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ ունեն խեթերի հետ, մշակութային, լեզվաբանական կամ պատմական առումով։ Թրակիացիներ բնակվում էին Բալկաններում, հիմնականում ժամանակակից Բուլղարիայի, Հյուսիսային Հունաստանի և Թուրքիայի եվրոպական հատվածում։ Համարվում են հնդեվրոպացիներ, նրանց լեզուն մոտ էր բալթոսլավոնական և դակյան լեզուներին։ Դակյան լեզուներին, այսինքն դակյան լեզուներ չի եղել դակյան լեզու, եղել են դակյան լեզուներ։ Ես գիտեի էլի ոնց որ դա տենց մի ժողովուրդ չի եղել, այլ ոնց որ մի քանի ժողովուրդ են եղել։ Դե բնական է, որ լեզուները տարբեր են եղել, բայց ես գիտեի ոնց որ բարբարների նման ինչ-որ բան կամ բարբար։ Կամ մի երկու երեք լեզու, ոչ թե որ բոլորը առանձին են ունեցել։ Բալթոսլավոնական, պատկերացնում եք։ Այ քեզ բան։ Ես զարմացած եմ։ Այ քեզ բան, բալթոսլավոնական։ Լավ, անցնենք առաջ։ Բայց ինչի են համարվում, ասենք իրանք եղել են էլի եսի։ Կապ խեթերի հետ։ Որոշ թրակյան ցեղեր, օրինակ, բիստոնները, օդրիսները,
հաղորդակցվել են խեթերի հետ, քանի որ վերջիններս ազդեցություն ունեին Արևմտյան Անատոլիայում։ Տեսեք, խեթերը ազդեցություն են ունեցել Արևմտյան Անատոլիայում։ Դակիացիներ, ասենք հիմա ես երկու տարբերակով եմ գրել, որովհետև չգիտեի ոնց ավելի ճիշտ։ Դակիացիներ դա։ Ասենք պրոբելներով է գրել, երբ որ ես պրոբելներով էի գրում, ասենք որ շատ էի հանդիպում ու ոնց որ իր մոտ էլի ես chat GPT-ի, որ առանց պրոբելա ոնց որ պետք գրել, բայց դե ես կարծում եմ նայած վաղտ ու իրոք տենց է ոնց որ նայած վաղտ։ Իսկ հիմա ինքն է պրոբելներով գրում դրա։ Բնակվում էին ժամանակակից Ռումինիայում եւ Մոլդովայում։ Մոլդովայում։ Նրանց լեզուն մերձավոր էր թրակերենին։ Կապ խեթերի հետ, թեև ուղիղ ազդեցության ապացույց չկա, սակայն հնարավոր է, որ խեթերի արևմտյան դաշնակիցները Փրուգիան, Լիդիան մշակութային կամ առևտրային կապեր են ունեցել դակիացիների հետ։ Լիդիացիներ ապրում էին Փոքր Ասիայի արևմուտքում, ժամանակակից Թուրքիայի տարածքում։ Նրանց լեզուն հնդեվրոպական էր։ Մերձավոր խեթական լեզվաընտանիքին լուվիերեն, պալայերեն, լիկիաներեն եւ այլն։ Մերձավոր թե լեզվաընտանիքի մասն էր։ Вот это да. Այ քեզ բան։ Ուրեմն լուվիերենը մտել է խեթական լեզվաընտանիք։ Լուվիացիները խեթեր են եղել։ Գիտեք ինչ եմ ես դրանով հիմա հետաքրքրվում։ Ես հենց հարցեր ծագում իմ մոտ։ Որովհետև լուվիացիները հայերի նախնիներից մեկն են։ Նույնիսկ էդի նույնիսկ Google-ն է ասում, հասկանում եք, Google-ը։ Կապ խեթերի հետ։ Լիդիացիները համարվում էին խեթերի ժառանգներ։ Այ քեզ բան։ Խեթական կայսրության անկումից հետո նրանցից որոշ խմբեր դարձան լուվիացիներ։ Այ քեզ բան, տեսեք։ Մի վարքյան, էս ինչեր է պարզվում։ Էս ինչեր է պարզվում։ Լուվիացիները չեն եղել խեթեր։ Լուվիացիները չեն եղել խեթեր։ Բայց լուվիերենը մտել է խեթական լեզվաընտանիք։ Խեթերը եղել են հայեր։ Խեթերը իրանցով ուղղակի ընդհանրապես մինչև լուվիացի իրանց որոշ մասի լուվիացի դառնալը իրանք եղել են հայեր։
ու ստեղ բանը այդ խեթերից առաջանում են լուվիացիները, պարզվում է, որ լուվիացիները առաջացել են խեթերից։ Առաջանում են լուվիացիները, որոնք այլ խեթեր չեն, բայց իրանց լեզուն մնում է խեթական, հա, ուրեմն ու իրանցից բանը, այ քեզ բան, նաև այդ թվում նաև իրանցից առաջանում են հայերը ուրարտացիների, լուվիացիների, մեկ էլ հուրիտների ու էլի ինչ ասեմ, ժողովուրդների բանեն, ու չգիտեմ, ցեղերի ժողովուրդների խառնուրդ։ Մի վարքան։ Խեթական կայսրության անկումից հետո նրանցից որոշ խմբեր դարձան լուվիացիներ։ Խեթական որոշ խմբեր դառել են լուվիացիներ, որոնցից էլ հնարավոր է առաջացան լիդիացիները։ Եթե լիդիացիները առաջացել են լուվիացիներից, ուրեմն լիդիացիները հայեր են, որովհետև լուվիացիները եղել են հայեր։ Ինչի են եղել հայեր, որովհետև առաջացել են խեթերից, իսկ խեթերը եղել են հայեր։ Այ քեզ բարդ բան, ուղղակի սենց իրոք բավականին բարդ է։ Փրուգիացիներ ապրում էին կենտրոնական Անատոլիայում, ժամանակակից Թուրքիա։ Խոսում էին հնդեվրոպական լեզվով, որը մոտ էր հույներին և թրակիացիներին։ Այ քեզ բան, կապ խեթերի հետ։ Ուղղակի իրոք ինձ հետաքրքրում է էլի այդ կապը խեթերի հետ այս ժողովուրդների։ Խեթական կայսրության անկումից հետո, մեր թվարկությունից առաջ 12-րդ դար, Փրուգիան ձևավորվեց որպես ուժեղ պետություն և որոշ առումով խեթերի իրավահաջորդն էր։ Նրանց մշակույթը կրում էր խեթերի ազդեցությունը։ Գաղաթիացիներ Կելտական ցեղեր։ Օй քեզ բան, կելտական, դու տես, կելտական, մամա, կելտական, օй քեզ բան, որոնք ներխուժեցին Փոքր Ասիա մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում։ Ապրում էին Անատոլիայի կենտրոնում, Փրուգիայի և Կապադոկիայի տարածքներում։ Այսինքն ոնց հասկանանք, ի սկզբանե չի եղել Գաղաթիա, դե տենց է ստացվում, իրանք եկել են ու ստեղծվել է Գաղաթիա, ու մինչև իրանց գալը այդ դեպքում, մինչև իրանց գալը, այդտեղ եղել է ինչ, Փրուգիա և Կապադոկիա։
Այ քեզ բան։ Եվ իրոք ես սենց բան եմ հիշում, որ ասենք այդ բանը որ կա, չէ, գաղաթիա։ Ես հիշում եմ նախ սկսենք Կապադովկիայից։ Ես հիշում եմ, որ քարտեզներ եմ գտել, որտեղ այն տարածքներում, որոնց վրա որոշ քարտեզներում գրած է Գաղաթիա, այդտեղ գրած չի, դա Կապադովկիա է։ Իսկ հիմա Փրուգիայի մասով ոնց որ երևի ավելի շատ քարտեզներ եմ գտել, հա, որ բանը ուրեմն այդ քարտեզների վրա, այդ քարտեզներում, այն տարածքներում, որտեղ ուրեմն որոշ ուրիշ քարտեզներում այդ տարածքներում գրված է եղել Գաղաթիա, չկա։ Այդտեղ չկա, գրած է Փրուգիա, բան, չգիտեմ, Ֆրիգիա ռուսերեն։ Դե կամ այլ եվրոպական լեզվով։ Կապ խեթերի հետ։ Ուղիղ կապ չունեին։ Այսինքն ուրեմն գաղաթիացիները ուղիղ կապ չունեին խեթերի հետ։ Դե դա պարզ է, եթե գաղաթիացիները եղել են ուրեմն կելտեր ու մի հատ էլ ներխուժել եկել են Եվրոպայից, այսինքն իրանք այդտեղ չեն եղել։ Ասում են ներխուժել են, մի վարքյան, ներխուժեցին Փոքր Ասիա մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում, որտեղից ներխուժեցին։ Բանից Միջին Ասիայից, կենտրոնական ինչ որ չգիտեմ, Իրանի տարածքից, արաբական թերակղզուց, Աֆրիկայից, որտեղից, Կովկասից, Հյուսիսային Կովկասից, Սարմատիայից եկան, որտեղից եկան։ Եվրոպայից չէ եկել։ Դե ասենք չեմ հաշվում Եվրոպայում մասերը, որտեղ Սարմատիա է եղել, չգիտեմ, Բալթոս, Սարմատիա եւ այլն։ Կամ Թեկոզեն Դակյան, մի խոսքով։ Ուղիղ կապ չունեին, բայց Փրուգիայի եւ Լիդիայի տարածքներում ապրելու պատճառով ենթարկվել էին տեղական մշակութային ազդեցությունների, որոնք կապված էին խեթերի ժառանգության հետ։ Գամիլքցիներ, ոնց որ ես ասել եմ, տենց էլ գրել է։ Կապադովկիացիներ, Կապադոկյանց։ Այսինքն չի իմացել ոնց ինչ ավելացնի ստեղ, հա, չեմ հասկանում։ Ապրում էին Կապադովկիայի տարածքում։ Կենտրոնական եւ արևելյան Անատոլիա։ Տեսեք, որ ասում են բանը Վաստոչնայա Անատոլիա, Իստ Անատոլիա, արևելյան Անատոլիա, չէ, հայկական տարածքներն են անվանում։ Դե մենք գիտենք, չէ, Կապադովկյան արևելքում իր արևելյան մասերը որտեղ են ավարտվել։ Իրանք ավարտվել են այնտեղ, որտեղ դե մոտավոր այնտեղ, որտեղ ավարտվել է ուրեմն Անատոլիական թերակղզին։ Դե մի խոսքով ոնց բացատրեմ, հիմա ես բթություն եմ անում, ես գիշեր չեմ կնե, չեմ հանգստացի բան։ Մի խոսքով ստեղ արդեն հասկանալի է, չէ՞, որն է արևելյան Անատոլիան։ Արևելյան Անատոլիան, փաստորեն ու ես իրոք եւս մեկ անգամ համոզվեցի, որ ես ճիշտ եմ կարծել, որ արևելյան Անատոլիան էդի ուրեմն անատոլիական թերակղզու արևելյան հատվածն է։ Այն Կիլիկիայի շատ ոնց ասեմ, ուզում եմ ասել շատ արևելյան մասերը, չէ։ Կիլիկիայի կենտրոնական մասերը, կենտրոնական։ Այդ տարածքները գիտեք, չէ։ Այդտեղ էր կա ուրեմն
ավարտվում ուրեմն ընդհանրապես Անատոլիան ու դրա մեջ մտնում է նաև Արևելյան Անատոլիան։ Այդտեղ է Անատոլիան ավարտվում։ Ու Արևելյան Անատոլիան էլ հետ է այդտեղ։ Եթե մենք խոսում ենք, տեսեք, եթե մենք խոսում ենք ուրեմն աշխարհագրական այդ տարածաշրջանից, ապա տեսեք, ուրեմն անատոլիական, հիմա վերցնենք կոնկրետ թերակղզին, հենց կոնկրետ իմենա թերակղզին անատոլիական։ Ուրեմն անատոլիական թերակղզու արևելքում եղել են տարածքներ, որոնք չեն եղել Անատոլիա, եղել են անատոլիական թերակղզի, բայց ոչ Անատոլիա։ Եղել են փոքր, ուրեմն փոքր հայք, չգիտեմ, հասկանում եք, այդ տարածքներն ա եղել, դե չթվարկեմ, Սիսվան, Խիլակու, Խիլակա, դե Կիլիկյան, Պոնտոս, որտեղ մենք կանգ առանք։ Մի հատ նորից, գամիրքցիներ, կապադովկիացիներ ապրում էին Կապադովկիայի տարածքում, կենտրոնական եւ արևելյան Անատոլիա, բայց ինչի է գրում Կապադովկիա, եթե կա հայկական անվանումը Գամիրք։ Խոսում էին լուվիական կամ խուրրիթական բարբառներով, փաստորեն հուրիթ չի, ոչ էլ հուրրիթա, ոչ էլ խուրրիթա, խուրրիթական բարբառներով, լուվիական կամ խուրրիթական, տեսեք։ Իսկ գիտությունը ասում է, ուրեմն դե գիտությունն ասում է, որ հայերը այդ թվում նաև առաջացել են լուվիացիներից եւ խուրրիթացիներից։ Իսկ գամիրքցիները, կապադովկիացիները խոսել են լուվիական կամ խուրրիթական բարբառներով։ Չի ասում բարբառներով, այսինքն մի քանի կամ չգիտեմ, շատ նույնիսկ։ Ու ասենք, չգիտեմ ինչի է գրում կամ ինչ նկատի ունի, որ մի ձևի անհայտ է, չէ, ոնց կար անհայտ լինի։ Դե դուք հասկանում եք, չէ՞, ինքը ասում է բարբառներով։ Ու ես իմ քանի բարբառ ա եղել ու հիմա էդի կարացել են պարզեն, բայց չեն կարացել պարզեն, էդի այդքան բարբառները լուվիական են եղել, թե խուրրիթական։ Ուրեմն մի խոսքով սենց է ստացվում։ Իրանք խոսացել են մի քանի կամ եսիմ ավել շատ բարբառներով, համ լուվիական, համ խուրրիթական։ Բարդ է, շատ բարդ է։ Չէ, սենց դու հասկանում ես, ոնց որ համ պարզ, համ բարդ է։ Սենց մի բան, որ այսքան սաղ իրար հետ կապ ունի։ Կապ խեթերի հետ։
Ուրեմն կապ խեթերի հետ։ Կապադովկիան համարվում է խեթերի պատմական հայրենիքը։ Դե, պարզ է։ Խեթական պետականության անկումից հետո նրանց ժառանգները մնացին Կապադովկիայում և հետագայում մաս կազմեցին պարսկական Աքեմենյան կայսրությանը։ Պոնտացիներ բնակվում էին Պոնտոսի շրջանում, Սևծովյան ափ, ժամանակակից Թուրքիա։ Նրանց հիմնական բնակչությունը հին հույներն էին, սակայն մինչ հունական շրջանում այստեղ ապրել են հնդեվրոպական և խուրրիթական ցեղեր։ Փաստորեն, այդպիսի ազգ, ուրեմն պոնտացիներ, գոյություն չի ունեցել, չի եղել։ Ուրեմն դե որպես այդպիսի հասկանում եք, չէ՞։ Ուրեմն փաստորեն այդտեղ ապրել են հին հույներ։ Հին հույները բայց մինչև իրանց այդտեղ գալը այդտեղ ապրել են հնդեվրոպական ցեղեր են բնակվել։ Կապ խեթերի հետ։ Պոնտոսի տարածքը երբեք խեթերի ամբողջական վերահսկողության տակ չի եղել։ Բայց հարևանությամբ գտնվող Կապադովկիայի միջոցով մշակութային ազդեցությունը ակնհայտ է։ Հետաքրքիր է։ Եզրակացություն։ Խեթերը հիմնականում կապված էին Փոքր Ասիայի ժողովուրդների լիդիացիներ, փրուգիացիներ, կապադովկիացիներ, Փոքր Ասիայի ժողովուրդների հետ, լեզվաբանական և մշակութային առումներով, մինչդեռ Բալկանյան և կենտրոնական Եվրոպայի ժողովուրդների հետ նրանց կապերը ավելի թույլ էին կամ միջնորդավորված էին Անատոլիայի ցեղերի միջոցով։ Տեսեք ստեղ ինչ է գրում. Բալկանյան և կենտրոնական Եվրոպայի ժողովուրդներ, թրակիացիներ, դակիացիներ, գաղաթիացիներ։ Դե ինչ ասեմ, այսքանը վիդեոն բավականին երկար ստացվեց։ Մինչ նոր հանդիպում։
Բայց դե ինֆորմատիվ ինֆորմացիոն եւ դա ըստ ինձ շատ ողջունելի է։